ապրիլյան քառօրյան չարժանանալով այդ մասշտաբի ուշադրության եւ հիմնականում դառնալով պարզապես ներքաղաքական հարաբերությունների պարզաբանման այդ ժամանակ թերևս ամենաաղմկոտ եւ ամենաարյունոտ թվացող առարկան, այսպես ասենք, մեծ հաշվով դարձավ այդ կոնյունկտուրային հարաբերությունների միջոց եւ գործիք։ Եվ եթե մեզանում իսկապես լուրջ դիտարկման արժանանար տեղի ունեցածը, գուցե մենք կարողանայինք գալ եզրահանգումների, որոնք արդեն թույլ կտային մեզ ապահովագրվել այն հետագա զարգացումներից, որ տեղի ունեցան թե ներքին դաշտում, թե նաև արդեն արտաքին դաշտում 2020 թվականի բազմապատիկ ավելի կորստաբեր եւ արյունալի պատերազմի տեսքով։ Մեզ 2016-ին թվում էր, որ դա մի աննախադեպ մասշտաբային եւ այդ պահի դրությամբ այդպես էր, աննախադեպ մասշտաբային էսկալացիա է եւ նաեւ հետո որոշակի տպավորություն եղավ հանրային տարբեր շրջանակներում, որ հենց դրանով պարպվեց միջավայրը եւ մենք շատ երկար ժամանակ այլևս չենք ունենա այդպիսի բախում։ Եվ գուցե իսկապես հենց այդպես էլ լիներ,